Հուլիսի 6-ից կապարակնքված Multigroup կոնցեռնի մի շարք ընկերությունների աշխատակիցներ կառավարության շենքի մոտ են։ Հարկադիր պարապուրդի մատնված եւ անորոշության մեջ հայտնված հազարավոր քաղաքացիներ ծանր կացության մեջ են, զրկված եկամտի աղբյուրից եւ չիմանալով ինչ է սպասում իրենց։ Առջևում խաղողի մթերման ակտիվ սեզոնն է եւ ամեն տարի Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը գյուղացիների կարիքը հոգում էր սահմանված ամենաբարձր գնով։ Պայմանագիր էին կնքում։ Տարիներ առաջ փլատակներից վերականգնված եւ հարուստ ավանդույթներ ունեցող գործարանում աշխատանքն այս օրերին եռում էր։ Ընդամենը մեկ ակնկալիք, որ թույլ կտան, որպեսզի վերականգնվի ձեռնարկությունների բնականոն աշխատանքը։ Այս պահին այդ պահանջը ունենք մենք։ Եվ այն առումով է վնասվում ձեռնարկությունը, որ 25 տարվա մեր, այսպես ասած, վաստակած եւ այդ մեր գործընկերային հարաբերությունները շատ բարձր մակարդակի դրած այդ բոլոր հարաբերությունները կամաց սկսում են խաթարվել։ Ես եկել եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ իրավունքներն եմ պաշտպանում։ Ես իմ ղեկավարին այնքան շատ եմ սիրում, այդ մարդը այնքան բան արել, թե այս երկրի համար, թե իր աշխատողների համար, թե բոլորի համար, որ ես բարոյական իրավունք չունեմ այսօր չսատարեմ պարոն Ծառուկյանին հետ։ Քաղաքացիների մեծ մասը վարկերի ուշացման պատճառով բանկային այսպես կոչված սև ցուցակում են։ Մարզառողջարանային համալիրի աշխատանքի խաթարման պատճառով սաները զրկվում են նաև մրցութային հաջողություններից։ Երբ կգնանք աշխատանքի, ոստիկանի պես, կառավարության աշխատողի պես, բժշկի պես, չգիտեմ ոնց ասեմ, բոլորի պես ուզում եմ գնամ աշխատանքի, պարապեն թողը ինչ ա բերելու պարապությունը։ Վաղ աշխարհի մրցումների ենք երեխեք, չենք կարող առանց մարզվելու գնանք, բայց արդեն գնում ենք, ինչ անենք, ման գանք, որ ջիմնա կառավարության հետ աշխատում գնանք ընդ աշխատանքի, Εμείς όλοι պավանում ուզում են գնանք աշխատանքի։ Վնասները շատ են լինելու, դուք պատկերացնում եք ծնողները ինչքան են հիասթափվել հիմա մեզանից, մեր կառույցից, որ վճարել են ու չեն կարողանում իրանց պարապմունքները անցկացնել։ Կառավարության նիստն ընթացքի մեջ էր, երբ 8 հոգու հրավիրեցին ներս։ Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման եւ գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանն է լսել Multigroup կոնցեռնում ընդգրկված ընկերությունների ներկայացուցիչների պահանջը։ Պատասխան չեն ստացել, ոչ էլ ժամկետ է նշել, թե երբ հնարավոր կլինի լսել դա։ Ոչ մեկ պատասխան, մեր բոլոր արտադրած հարցերին, բոլոր գազམ་ագերությունների նորենները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, հիմնականում մեկ մտահոգություն, որ երբ ենք վերապացվելու եւ ոնց ենք աշխատավարձերը մենք տալու մեր աշխատողների։ Բոլորը հարցադրումները տվեցին, ուզում ենք հասկանայինք երբ է բացվելու գործարանները, հստակ պատասխան չստացանք։ Հարցը կբարձրացնի վեր է, երևի վարչապետին, կորոշեն ինչ են որոշելու։ Մեզ ոչ մեկ չի պատասխան տալի, թե ինչ գործողություններ են ուզում արած լինել։ Եվ չեն կարողանում մեզ պատասխանել, թե մենք երբ պետք է քաջ լինի մեր աշխատատեղերը։ Բոլորին սկսում են խաբել, գնացեք ձեզ կպատասխանենք, գնացեք ես կանենք, գնացեք են կանենք, չի լինի, այսպես չի կարելի։ Կառավարության շենքում բրիֆինգի ժամանակ լրագրողները հիշեցնում են Փաշինյանին դրսում հավաքվածների պահանջը։ Ոչ մի աշխատատեղ չի փակվել, հիմա նույն Արարատ ցեմենտում ընդհատվել էր process-ը, հիմա շարունակվում է, հիմա նաև ժամանակավոր կառավարիչ կնշանակվի, բոլոր տեղերը, որտեղ անհրաժեշտություն կա որոշակի կասեցում, մի քանի օր ինչ-որ մի ժամանակաշրջան կբացվեն, կաշխատեն։ Իսկ դրսում մարդկանց համբերության բաժակը լցվելուն մի քանի կաթիլ է մնացել, որոշեցին սպասել մինչև երկուշաբթի։ Մանուշակ Մելքոնյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։